Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ շարունակելու են Իրանին հարվածները։ Բենյամին Նեթանյահուի խոսքով բոլոր գործողությունները համակարգում են Վաշինգտոնի հետ։ Դոնալդ Թրամփը Truth Social-ի էջում գրել է, որ Միացյալ Նահանգների բանակը դեռ նույնիսկ չի սկսել ոչնչացնել այն, ինչ մնացել է Իսլամական Հանրապետությունում։ Հաջորդը լինելու են կամուրջները, ապա էլեկտրակայանները։ Նոր ռեժիմը գիտե ինչ է պետք անել եւ հնարավորինս արագ ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը։ Նա հավելել է, որ արդեն ոչնչացրել են Իրանի ամենամեծ կամուրջը եւ այն այլևս երբեք չի օգտագործվի։ Ժամանակն է, որ Թեհրանը գործարք կնքի, քանի դեռ շատ ուշ չէ, նշել է ԱՄՆ նախագահը։ Արտգործնախարար Աբբաս Արաղչին էլ արձագանքել է Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածները չեն ստիպի իրանցիներին հանձնվել։ Իրանը հարվածներ է հասցրել Իսրայելին, հաղորդվում է հրեական պետության հյուսիսում մեկ զոհի մասին։ Իսրայելի ուղղությամբ արձակումներ են իրականացվել նաև Լիբանանից եւ Եմենից։ Հութիները նախազգուշացնում են, որ շարունակելու են հարվածները, իսկ հակամարտությանը ներգրավվածության մակարդակը կախված կլինի Իրանի դեմ Իսրայելի գործողություններից։ Իսրայելական կողմն էլ հայտնել է Լիբանանին հարվածելու մասին։ Ցահալի տվյալով վերջին մեկ ամսում չեզոքացրել են Հեզբոլլահի 1000 ներկայացուցիչ։ Իրականացվել է ավելի քան 3500 հարձակում։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ վճռական են ոչնչացնելու Հեզբոլլահը եւ կտրելու Լիբանանն Իրանից։ Նաեւ Իսրայել կացի խոսքով թույլ չեն տա Լիբանանի հարավից տարհանված մոտ 600,000 բնակչի վերադառնալ իրենց տներ, քանի դեռ Իսրայելի հյուսիսին սպառնացող վտանգը չի չեզոքացվել։ Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ առաջիկայում տարանցման վճար կսահմանվի Հորմուզի նեղուցով նավերի անցման համար։ Նրա խոսքով բացի այդ նեղուցով նավագնացության նոր կանոններ են մշակվում թե ռազմական, թե կոմերցիոն նավերի համար։ Քազեմ Ղարիբաբադին հավելել է, որ Իրանը եւ Օմանը պատասխանատու կլինեն նավագնացության հեշտացման եւ անվտանգության ապահովման համար։ Այժմ այս հարցերի շուրջ աշխատանքներ են տարվում, երբ համաձայնության հասնենք Օմանի հետ կհայտարարենք այդ մասին, մանրամասնել է պաշտոնյան։ Իրանից նաեւ նշել են, որ Հորմուզի նեղուցը դեռ շատ երկար փակ կլինի ԱՄՆ-ի եւ Իսրայելի համար։ Զուգահեռ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, որ որոշ ժամանակ անց հեշտությամբ կբացեն Հորմուզի նեղուցը, կվերցնեն նավթը եւ մեծ գումարներ կաշխատեն։ Այլ մանրամասներ ԱՄՆ նախագահը չի հայտնել։ Թուրքական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցը։ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Էրդողանը քննարկել են Պարսից ծոցում ռազմաքաղաքական լարվածությունը։ Կրեմլի հաղորդագրության համաձայն կողմերն ընդգծել են, որ ռազմական գործողությունները հանգեցնում են լուրջ հետևանքների ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ մակարդակով, այդ թվում էներգետիկայի, առևտրի եւ լոգիստիկայի ոլորտներում։ Նախագահները կոչ են արել գնալ փոխզիջումների, անդրադարձ է եղել Ուկրաինային։ Պուտինը շնորհակալություն է հայտնել Անկարային, Մոսկվա-Կիև բանակցությունները հյուրընկալելու պատրաստակամության համար։ Ընդգծվել է Սև ծովում անվտանգությունն ապահովելու կարևորությունը։ Քննարկվել են նաև Ռուսաստան-Թուրքիա քաղաքական, առևտրային, տնտեսական, էներգետիկ ոլորտներում կապերի ընդլայնման միջոցառումները։ Հեռախոսով զրուցել են նաև Իրանի եւ Ադրբեջանի նախագահները։ Մասուդ Փեզեշքյանը շնորհակալություն է հայտնել Բաքվին Իսլամական Հանրապետությանը տրամադրած հումանիտար աջակցության համար։ Ալիևը տեղեկացրել է, որ շուտով օգնության եւս մեկ խմբականակ կուղարկեն Իրան։ Փեզեշքյանը եւ Ալիևն ընդգծել են տարածաշրջանում խաղաղության կարևորությունը։ Ռուսաստանը չի դադարեցնի Ուկրաինայում գործողությունները մինչև չհասնի իր նպատակներին, հայտարարել է Կրեմլի խոսնակը։ Դմիտրի Պեսկովն ընդգծել է, որ պատերազմի թեժ փուլը կանգնեցնելու համար Ուկրաինան պետք է դուրս բերի իր զորքերը Դոնբասից։ Սակայն Մոսկվան դրա համար Կիևին որևէ վերջնաժամկետ չի ներկայացրել, հավելել է Կրեմլի խոսնակը։ Օրերս Զելենսկին հայտարարել էր, որ Մոսկվան վերջնաժամկետ է ներկայացրել Ուկրաինային Դոնբասից հետ քաշվելու համար։ Նրա խոսքով Սպիտակ տունն էլ պատրաստ է ճնշում գործադրել Կիևի վրա գնալու տարածքային զիջումների։ Հարկ է նշել, որ պետքարտուղարությունը հերքել է այդ պնդումը։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն էլ նշել է, որ ռուս-ուկրաինական կարգավորման ամենակարճ ճանապարհը ԱՄՆ-ից եւ ՆԱՏՕ-ի մյուս երկրներից Ուկրաինա ռազմական մատակարարումների դադարեցումն է։ Դիանա Գասպարյան, լուրեր։